Ինչով է պայմանավորված ձեր կարծիքով հերթական ձերբակալությունների այս շարքը, նկատենք, որ Թուրքիա այցելությունից հետո անմիջապես եղավ, չգիտեմ, որևէ առնչություն ունի, թե ձեր կարծիքով այդ այցը, թե այդպես զուգադիպեց։ Ձերբակալությունների նախորդած, այսպես զրույցների արարը տեղի էր ունեցել հենց Թուրքիա այցելության օրը։ Այդ օրը եւս իմ գործընկերոջի օրինակ եւ էլի այդպես շատ-շատերին հրավիրել էին պարզապես զրույցի։ Եվ առանց ինչ-որ հիմքերի, ինչ-որ անիմաստ հարցեր, կես կատակ, կես լուրջ, որևէ լուրջ բան առանց քննարկելու։ Կարծում եմ, որ այս ամենը հենց սկսվեց ինչու հենց այդ օրվանից, որովհետև ես կարծում եմ մենք արդեն 8 տարի է, 7 տարի է սովորենք, որ այս անձը անընդհատ մանիպուլացնում է ու հասարակությանը շեղում եւ ինչքան վտանգը ավելի մեծ է կախված մեր պետության գլխին, այնքան շոուն ավելի այսպես բազմաբովանդակ է, ավելի հետաքրքիր է եւ հիմա այդ իրավիճակներից մեկն է, որովհետեւ ընդհանրապես երկու նախադասություն, որ Թուրքիայից հետո վարչապետը հայտարարեց, որտեղ մենք ըստ էության տեղյակ չենք ինչ են խոսել, ինչ են արել, կարելի էր ենթադրել, այդ աղետի մասին, այսինքն Էրդողանի հետ սկսել է զրոյական կետից իր բանակցությունները ընդ որում առանց որևէ երրորդ երկրի եւ հաջորդը, որ Պրահայում իրենց պայմանավորվածություններին հավատարիմ է մնալու։ Իսկ Պրահան մեր բոլորի մոտ հայտնի Արցախը, այսինքն մեր հայրենիքի մեծ հատվածը Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստով։ Թե ինչ պայմանավորվածություններ կային, դժվար չի ենթադրել, որ դրանք իշահ մեզ չեն հաստատ, եթե այդ պայմանավորվածությունների շարունակությունն է, ինչպես նշում է Փաշինյանը։ Հետևաբար այն աղետը, որը նաև շատ միջազգային դերակատարներ մեզ անընդհատ ակնարկում են, զգուշացնում են, որ ընդհանրապես տեխնիկական հարցերն են մնացել կարգավորելու եւ ըստ էության լուծված է եւ մենք շատ լավ գիտենք, որ ներկայիս ղեկավարը Հայաստանի Հանրապետության պարտադիր չի, որ ամեն ինչ ստորագրելով անի։ Սա տարօրինակ է, բայց փաստ, որ այս մարդը նաև բանավոր պայմանավորվածություններով անընդհատ մեր հայրենիքը մասնատում է, հանձնում է ֆիզիկական ոչնչացման տանելով մեզ բոլորիս։ Եվ հետևաբար այս ամենը իրականում եւ ժողովրդին շեղելու համար է, եւ իր հանցագործությունները կոծկելու համար։ Պետք են մեղավորներ կարգվեն, ի վերջո։ Մենք եկեք նորից նայենք, գոնե 20 թիվը բոլորիս ուղեղում մնացել է, հիշում ենք 20 թվից հետո պարզվեց, որ այդ սարսափելի պարտության մեղավորը ժողովուրդն էր, բանակն էր, զինվորներ, արցախցիներ, մենք բոլորս էինք, բայց ոչ երկրի իշխանությունները։ Հիմա նույն կերպ հաջորդ հերթական փուլն է եւ մեղավորները հիմա կարծես թե դատարաններում են, իրենց նշանակած մեղավորները, հերթական աղետի մեղավորները։ Այնպես որ ես կարծում սա արդեն դարձել է օրինաչափ, բայց սահմանները գնալով արդեն մի տեսակ շատ է անցել։ Օրինակ, ես չեմ առանձնացնում բացարձակ Հայաստանի մեր հայրենակիցներին, որևէ կերպ չեմ առանձնացնում արցախցիներից, բայց փորձել վախացնել այս կերպ արցախցուն, մի տեսակ, ես չգիտեմ, միգուցե ինքը փորձում է սա, որովհետև սա շատ տարօրինակ ձև է վախեցնել արցախցուն։ Ընդհանրապես, արցախցին իր վախը թողել է Արցախում, ինքը ամենասարսափելի միջով անցել է։ Եվ արցախցին այսօր մի գործունեությամբ է զբաղված Հայաստանի Հանրապետությունում, խելամիտ, ազգային մտածողությամբ արցախցու մասին, որտեղ ցավոք մյուս տեսակն էլ կա։ Եվ այդ մարդիկ գնում են իրենց ընդհանրապես մեկ նպատակի, մեկ երազանքի հետևից, հետ գնալ իրենց տուն, ծաղիկ դնելու հնարավորություն ունեն իրենց զոհերի շիրիմներին։ Դա է, ոչ մի ավել բան չեն ուզում այս մարդիկ, որովհետև մեկը ոչ հանցագործություն է կատարում, առավել եւս իմ գործընկեր Դավիթը Գալստյան, ոչ պլանավորած հանցագործությունի, դատվում ենք ընդհանրապես մեր նպատակների, մեր երազանքների, մեր հայրենիքում ապրելու ցանկության համար եւ պայքարելու համար դրա համար եւ ուղղակի հայ լինելու համար։ Ես անընդհատ զուգահեռներ եմ տանում Բաքվի դատավարությունների եւ Հայաստանում տեղի ունեցող թեկուզ եւ Սամվել Կարապետյանի հետ տեղի, ես որևէ տարբերություն չեմ տեսնում, այնինչ դատավարությունը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ է տեղի ունենում, նույնը հիմա Սամվել Կարապետյանի նկատմամբ, այսինքն ձեռագիրը նույնն է։ Սրբազան շարժումը, երբ որ ակտիվ փուլում էր, նման
ձերբակալություններ ամեն դեպքում, հա, կալանավորման որոշումներ չեղան։ Բերման ենթարկվեցին, բայց հետո ազատ են արձակվել հիմնականում։ Այս пассив շրջանում հանկարծ որոշեցին եւ ինչ որ փաստաթղթեր են հրապարակել իբրև թե հեղաշրջման պլանի, որը վերաբերում է 24 թվականին, իսկ 24 թվականին մենք տեսնում ենք, որ այն ինչ որ այդ թղթերում գրված են, իսկ թե այդ թղթերի հեղինակն ով է դեռ բարձել է պետք, չի իրականացվել։ Այդ դեպքում ինչու որոշեցին հենց հիմա, դուք ասում եք շեղելու բան կա, հա, ուրեմն ինչ որ մի նոր արհավիրք է գալու, կարծում եք դա է, թե ինչ որ լուրջ վտանգից են իշխանությունները վախենում իրենց համար։ Իրենց համար վտանգից չէ, որովհետև ես ցավով եմ նշում ու բացահայտ եմ ասում, Երանի թե իրոք հնարավորություն լիներ ու իրոք այնպես պլանավորած լիներ, որ այս իշխանությունները հեռանային ուղղակի, Երանի թե Եվ իրենք շատ լավ գիտեն, որ չկա էլ նման պլանավորում, կամ եթե նույնիսկ եղել են չեն հաջողել։ Մենք արդեն ամենաքիչը 5 տարի, տասնյակ հազարներով փողոցներով տարբեր ակցիաներ անելով, մենք էլ երբևէ անմասն չենք մնացել, սկսած դիմադրության շարժումից անընդհատ շարժումների մեջ ենք եղել ու ամենաակտիվներից ենք եղել, որևէ կերպ։ Ինչու չի եղել, որովհետև հիմա, գիտեք, իր մոտ ամեն ինչ պլանավորած է։ Եվ այնպես չի, որ ինչ որ մեկը տանը սուս ու փուս նստել է, խելոք նստել է, իրեն հերթը չի հասնելու, եթե ինչ որ ժամանակին դերակատարություն ունեցել է կամ ունի։ Բոլորին հերթով, կարգով, ինքը իր պլաններով, ինչ պետք է ասելու է ու անելու է։ Ուղղակի սա ամենահարմար պահն էր եւ ակտիվիստներին եւ այն փուլում, երբ եկեղեցին է թիրախավորված, հա, տեսեք, դարձնել բացի այն այլասերվածությունները, որ իրենք ընտանիքով գրում են մեր եկեղեցականների մասին, հիմա պարզվում է եկեղեցականները նաև ահաբեկիչներ են։ Դուք տեսեք ինչ բացահայտումներ են անում այդ զույգը, իր տան են նստած, իրենց տան են նստած, իրենք փաստորեն այսպես բացահայտումներ, բայց իրականում այլևս սա քաղաքականություն չէ։ Եվ իհարկե վաղուց չկա Հայաստանում քաղաքականություն, գոնե բարոյականություն, հա, քաղաքականության մեջ չկա, բայց սա այլևս քաղաքական, այստեղ օրենքներ գոյություն չունեն, այլևս մենք փաստում ենք Հայաստանը մի երկիր է, որտեղ չկան օրենքներ ուղղակի, դրանք ինչ որ ժամանակին գրվել են, բայց որևէ կերպ չեն պահվել ու չեն պահվում այս իշխանությունների օրոք, այստեղ արդեն ես արդեն մի անգամ ասել եմ երկրորդ անգամ, իրականում ջունգլիների օրենքն ամեն մեկը իր համար, ով ում կհասցնի, ով ինչպես կհասցնի, ով որքան կհասցնի։ Եվ այս պարագայում ես ուղղակի մի բան շատ լավ հասկանում եմ, կամ այս մարդը հաջողելու է իրականում մեզ բոլորիս ոչնչացնի, ընդ որում տանի մինչև ֆիզիկական ոչնչացման, որտեղ սրա հաջորդ քայլը օրինակ գնդակահարության մասին օրենք մտցնելն է, շարում է պատերի տակ դատարանների ու գնդակահարում բոլորից։ Իրոք ես ավելի լուրջ այլևս իր մասին չեմ կարող խոսել։ Կամ ուղղակի ինքը պիտի կորի, վերանա, գնա այս երկրից, չլինի այլևս այս երկրի ղեկավար, որ մենք գոնե կարողանանք այս փշրանքները հավաքենք նախ եւ առաջ հասկանալով ինչ է բերել ինքը մեր երկրի գլխին։ Իրականում մեզից որևէ մեկը չունի տեղեկություն, ինչ է այսօր կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Այնպես չի, որ իշխանականները եւս 2-3 հոգի եւ որևէ մեկը մեզից չի կարող չխաբել այն բոլոր վտանգները, որը սպասվում է։ Ժամը այո 20:00-ին, այսինքն 30 րոպեից ավել է, այո, պիտի սկսված լինի, փակ է, չունենք տեղեկություն, փաստաբանը ներսում է, այդ արդեն խափանման միջոցը պիտի որոշեն։ Մենք իրականում չգիտենք էլ ինչ պատճառով ընդհանրապես լուրջ ինչ որ հոդվածներ կան, կամ եղադրանք լուրջ թե ոչ։ Ուղղակի կարծես թե ինչ որ մեկի քմահաճույքով նկարս նույնն է, այո։ Այո, գիտեք իրականում սա այն վիճակն է, որ երևի ամենասարսափելի երազում չէինք կարող պատկերացնել, ես այսօր ամբողջ օրը թող ներող լինեն ինձ բոլորը, ովքեր հիմա դատարաններում են, բայց Դավիթ Գալստյանին մարդով լուր առանց արցունք թափելու իր բազմաթիվ հարազատներին հուղարկավորեց պատերազմի ժամանակ, ով առ այսօր չի խոսել իր անհետ կորած շատ մոտ հարազատի մասին, ով լուր տարել է ցանկացած տառապանք, իրականում տարել է, տղամարդկայորեն տարել է, չի վախեցել երբևէ իր ցանկություններից, իր երազակներից, իր նպատակներից խոսելու, թաքուն ոչինչ չի արել։ Ու հիմա այսպիսի հոդված ահաբեկչություն, ու ես վստահ եմ, որ Դավիթը Գալստյան ու մնացած բոլոր մեր ընկերները, բոլորի համար այնպես չի, որ Արցախը ավելի բարձր արժեք է, քան Հայաստանը։
Մեզ բոլորիս համար Արցախ, Հայաստան դա մեկ արժեք է, գերագույն արժեք է եւ երբևէ մեր որևէ քայլ, մեր նույնիսկ շունչը չի կարող այնպես հաշվարկված չլինել, որ մենք Աստված մի արածը, որ հանկարծ վնասենք Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն, համբերություն բոլորիս։ Ես եմ շնորհակալ։